Քրիստոս հարյավ իմերելոց մեզ և ձեզ մեծ ավետիս ավանդաբար Սուրբ Հարության տոնին մենք ժողովրդին ներկայացնում ենք Վեհափառ Հայրապետի քարոզը այս տոնի առնչությամբ, որ այսօր Վեհափառ Հայրապետը ինքը խոսում է ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում և այդ քարոզը նաև բոլոր քահանաները եկեղեցիներում ընթերցում են ժողովրդի համար, հիմա ես կներկայացնեմ ձեզ այդ քարոզը։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով Մայրաթոր Սուրբ Էջմիածին 20 ապրիլի 2025 թվական Հանուն Հոր և Որդվո և Հոգին Սրբո ամեն Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ հայրապետական մեր սերը, օրհնությունը և բարեմաղթանքները։ Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի, հաղթանակ, որի համար Աստված Որդին իր անձը զոհաբերեց, հաղթանակ, որը հաստատվեց որպես մարդկության հանդեպ աստվածային սիրո լուսաշող վկայություն։ Մեր Տերը հալածվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչվեց և մահ ճաշակեց։ Աստված Որդու անձնազոհության վշտագին իրողության հանդիման, ինչպես վկայում են ավետարանիչները, Տիրոջ աշակերտներին և հետևորդներին համակեցին վհատությունն ու հուսահատությունը։ Մահվան թվացյալ հաղթանակը տագնապի մեջ սակայն մշտավառ հույս, զորություն և ոգեշնչում դարձավ Քրիստոսի թափուր գերեզմանից հնչած Սուրբ Հարության հրեշտակաձայն ավետիսը. Այստեղ չէ այլ հարյավ, չէ այլ հարյավ։ Այս ցնցալի ավետիսը արդարև հաղթերքն է Քրիստոսի փրկչական առաքելության։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս իր հրաշափառ հարությամբ կյանքն ազատագրեց մահվան շղթաներից, փրկության լույսը ծագեցրեց աշխարհում և իրեն հավատացողներին ժառանգորդ դարձնեց հավիտենական կյանքի և երկնքի արքայության ըստ իր կենարար խոստման. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի։ Տիրոջ փրկչական առաքելությունը եղավ չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի, մահվան դեմ կյանքի պայքարը, որը պսակվեց հարության փառապանծ հաղթանակով։ Ուր է մահ քո հաղթանակը, ուր է գերեզման քո խայթոցը։ Քաջալերված բարձրաձայնում է առաքյալը։ Աստված Որդու հարությամբ աշխարհի առջև բացվում է հավիտենության և փրկության ճանապարհը, և երկրավոր իրողությունը սահմանավորից ընդարձակվում է դեպի անսահմանը, դեպի երկնայինը։ Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ, Քրիստոսի Սուրբ Հարությամբ հիրավի վերափոխվում է մարդկության պատմությունը, բացահայտվում է կյանքի իմաստը, հարությունը, հարության շնորհը, փրկություն է պարգևում բարի, արդար և հավատավոր կյանքի համար, Տիրոջ հետևորդներին արժանացնում աստվածային առատ օրհնությունների և բարիքների, ուրախակից դարձնում երկնայիններին և մասնակից հավերժական երանության անանց բարիքներին։ Տիրոջ փրկարար կամքին հակառակ չար և մեղսարի ընթացքը սակայն դատապարտություն է և հավիտենական պատիժ անվերջանալի տանջանքների մեջ։ Այսօր ցավոք ականատես ենք
կործանարար դրսևորումների աշխարհի տարբեր կողմերում, որտեղ մոլեգնում են անարդարություններ, ատելություն և թշնամանք, պատերազմ և ավերածություններ, մահ և սով, ահասարսուռ արհավիրքներ են սփռում, խեղդում մարդկային կյանքեր, թշվառության մատնում բազմահազար ընտանիքների։ Քաղաքական ու տնտեսական, ռազմական հակամարտությունների հորձանուտում ոտնահարվում են ազգերի և պետությունների իրավունքները, անտեսվում խղճի և բարոյական արժեքները, ավերվում հոգևոր, մշակութային, համամարտկային ժառանգությունը։ Այս փոթորկահույզ իրավիճակում տառապող մարդկությունը տենչում է խաղաղության, փափագում աղետների և բռնությունների ավարտ, համերաշխություն և երջանկություն։ Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային և հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով և ճգնաժամային նոր իրավիճակներով։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության և անցյալի։ Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք է շարունակվում մնալ 20-րդ դարի դարասկզբին 110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված հայոց ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով և աշխարհում տեղ գտած նոր ցեղասպան գործողություններով։ Ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը, Արցախի բռնագաղթումը և արցախահայության բռնի տեղահանությունը հայրենի հողից։ Սիրելի մեր ժողովուրդ հայոց, Տիրոջ հարության շնորհի ժառանգորդներն ենք և այդ անխախտ հավատով ի զորու ենք մեր տառապանքներն ու կորուստները վերափոխելու ազգային վերածննդի, հավատարիմ մնալով տերունավանդ պատգամներին, անսակարկ սեր և նվիրում դրսևորելով մեր ժողովրդի և հայրենիքի հանդեպ։ Հայրապետական մեր հորդորն է ազգի շահը վեր դասել անձնական և խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։ Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող և արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության և մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս որպես ազգ ի Հայաստան և Իսփյուռս։ Միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։ Արդ լինենք միաբան և միասնական համախոհությամբ և մեր ողջ ներուժի գործադրումով դիմագրավելու մեզ պատուհասած փորձությունները։ Ողբերգություններն ու դժվարությունները կդադարեն, եթե ապրենք հավիտենական կյանքի համար, ամենուր Փրկչի օրինակով խավարի մեջ լինենք լույսի ջահակիրներ, լինենք մարտիկներ ընդդեմ անարդարության և չարիքի, մեր ազգի և հայրենիքի վերհառնումը նաև իրական դարձնենք նոր զավակների ծնունդով և մատաղ սերնդի արժանավոր կրթությամբ ու դաստիարակությամբ, ապահովելով հայության հարատև ընթացքը դեպի գալիք հուսառատ հորիզոններ։ Մեր ժողովուրդը, որ Փրկչին ապավինած ավերներ ու նախճիրներ է հաղթահարել, չի կարող այսօր հանձնվել և տրվել մահին, այլ պիտի լինի կրողը հարության հույսի և շնորհի աննկուն
հոգով և անխախտ հավատով միշտ ազդարարելով Քրիստոս հարյավ իմեռելոց։ Քրիստոսի հայության կենսապարգև այս ավետիսով մեր ողջունն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին, Նորին Սուրբ Օծություն Տեր Արամ Առաջին, Մեծիտան Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Նիհան arczepiskopos Մանուկյանին, Կոստանդնապոլսո հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Սահակ arczepiskopos Մաշալյանին, քույր եկեղեցիների պետերին, մաղթելով գահակալության արդյունավոր արևշատ տարիներ։ Հայրապետական մեր օրհնությունը և բարեմաղթանքներն ենք հղում նաև մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր մեր ժողովրդին։ Մեր Տիրոջ սերը, օգնականությունն ու ողորմությունը թող պահապան լինեն ազգիս և հայրենյաց։ Սուրբ Հարության այս լուսաշող առավոտ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աղոթենք միասին առհարությալն Քրիստոս աշխարհի, մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության, ապահովության և անվտանգության համար։ Մեր հայցն է, որ հարության կենսանորոգ շնորհները վերափոխեն մարդկության կյանքը բարությամբ, արդարությամբ և համերաշխությամբ։ Թող աստվածային երկնառակ պարգևներով գոտեպնդվի մեր ազգը, հաղթահարի առկա բոլոր նեղություններն ու դժվարությունները և կերտի նորանոր նշանակալի ձեռքբերումներ, ի զորացումն և ի փառս մեր հայրենիքի երանավետ պայծառություն համայն հայության այսօր և միշտ և հավիտյանս ամեն։ Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այս ամենը իրականություն կդառնա, մաղթանքները բարի, եթե մենք ամեն մեկս փոխվենք, եթե մենք ամեն մեկս քրիստոնյանանք, ոչ թե ասենք քրիստոնյա ենք։ Ես այսօր ցավով նկատեցի, որ օրինակ առավոտյան ժամերգության ժամանակ շատ մարդիկ եկան եկեղեցի, մի քանի մոմ գնեցին, վառեցին, մի քանի րոպե կանգնեցին, հետո ոմանք էլ եկան, աղ բերեցին մատաղի համար, օրհնեցի և առան գնացին։ Եվ դրանով իրենց քրիստոնեական պարտականությունը Աստծո առաջ, եկեղեցու իրենց հոգու համար կատարած համարեցին այդ մարդիկ։ Եթե մենք այսպես պիտի շարունակենք, ոչինչ չի փոխվելու մեր կյանքում։ Ավելի ու ավելի անկումներ և պարտություններ պիտի արձանագրենք։ Պիտի հասկանանք, որ այս ընթացքը ճիշտ ընթացք չի։ Պիտի սկսենք ապրել աստվածային պատգամների և պատվիրանների համաձայն։ Պիտի ապրենք հոգու կյանք, ոչ թե մարմնի կյանք։ Գիտեք, Քրիստոսի օրերից այս պայքարը կար։ Երեք որ ավետարանը կարդում էինք ճրագալույցի պատարագին, ասում է զորականները, զինվորները, որոնք պահպանում էին Քրիստոսի գերեզմանը, եկան և քահանայապետերին, հրեա առաջնորդներին պատմեցին, թե ինչ ա եղել, այսինքն պատմեցին Քրիստոսի հարությունը։ Եվ սրանք ինչ արեցին։ Ասում է հավաքվեցին, խորհրդակցեցին, զինվորներին փող տվեցին շատ, ասեցին չպատմեք ոչ միտեղ, հակառակը կասեք, որ գիշերով եկել են, մարմինը գողացել է։ Եվ ասում է այդ լուրը տարածվեց հրեաների մեջ մինչև այսօր, այսինքն ավետարանի գրվելու օրերը։ Շատ ծանոթ դրվագ է, այսօր էլ, այս աշխարհի մտայնությունը, այս աշխարհի իշխանը, մամոնան, փողը, հարստությունը իր սև գործն է անում և փորձում է աստվածային իրողությունները չհրապարակել, ստով փոխարինել, ծածկել։ Գիտեք, հրեաներն եկան Պիղատոսին ասեցին, այն մոլորեցնողը Հիսուսինի նկատի ունեին, ասել է, որ երրորդ օրը հարություն եմ առնելու, վեր այդ գերեզմանի քարը կնքենք,
պահակներ կանգնացնենք, որ հանգարց չգան, չգողանան մարմինը չտանեն եւ տարածեն, թե հարություն առավ։ Եվ արեցին։ Գերեզմանի վրա կնիկ դրեցին, պահակներ էլ կարգեցին զինվորներ, բայց միևնույն է, Քրիստոս հարություն առավ կնքված գերեզմանից։ Ինչպես կնքված արգանդից կույսից ծնվեց աշխարհ եկավ, այնպես էլ կնքված գերեզմանի միջից հարություն առավ։ Ինչ ուզում ես արա, ինչքան ուզում ես զինվոր կանքի, ինչքան ուզում ես հնարներ մտածի, ծածկելու, արգելելու հարությունը իրողություն է։ Ինչ ուզում ես արա, աստվածային ճշմարտությունները ճշմարտություն են։ Չես կարող աշխարհի ոչ մի հնարքով, ոչ մի կերպով այս ամեն ինչը մերցնել, ծածկել, թաղել գերեզմանում կամ ստով փոխարինել։ Լույսը մի օր միշտ պիտի ճառագի եւ լուսավորի մարդկանց։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։ Քրիստոս հարյավի մեռելոց։